Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պատերազմի նախարարությանը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել Իրանի էներգետիկ հիմնական օբյեկտներին հարվածները։ Շատ լավ քննարկումներ ենք ունեցել հասկանալու, արդյոք կարող ենք ավելի համապարփակ համաձայնության հասնել։ Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին։ Նրանք համաձայնել են, որ միջուկային զենք չեն ունենա։ Նրանք ցանկանում են կարգավորել առկա խնդիրները եւ հուսով եմ կանենք դա։ Վերացրել ենք Իրանի օդուժը առաջնորդներին։ Հիմա Իրանը ունի եւս մեկ հնարավորություն վերջ տալու Ամերիկային եւ մեր դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին։ ԱՄՆ նախագահը հավելել է, բանակցելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թեհրանը, ամերիկյան կողմը հուսով է առաջիկայում հանդիպել իրանական կողմի հետ։ Թրամփը նախազգուշացրել է, եթե այժմ տարվող բանակցություններն արդյունք չտան, ռմբակոծությունները կշարունակվեն։ Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ այժմ բանակցում են իրանցի բավականին լուրջ պաշտոնյայի հետ, բայց դա Խամենեին չէ, նրա մասին վաղուց ոչինչ չենք լսել, չգիտենք նույնիսկ ողջանա թե ոչ, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Հնարավոր համաձայնագիրը լավ կլինի բոլորի համար։ Խոսել ենք նաև Իսրայելի հետ։ Կարծում եմ նրանք շատ գոհ կլինեն մեր որոշումներից, կունենանք երկարաժամկետ, երաշխավորված խաղաղություն Իսրայելի համար։ Լրագրողի հարցին ով է ապագայում վերահսկելու Հորմուզի նեղուցը եւ նավթի հոսքերը, Թրամփը պատասխանել է, վերահսկումը կլինի համատեղ, այն հավանաբար կիրականացնեն ինքը եւ նոր այաթոլան։ ԱՄՆ նախագահը կրկնել է, Իրանի դեմ իրականացվողը ոչ թե պատերազմ է, այլ ռազմական գործողություն։ Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Իսրայելի վարչապետը Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, Թրամփի կարծիքով Իսրայելը ամերիկյան ուժերի նվաճումները համաձայնագրի միջոցով ամրապնդելու հնարավորություն կա։ Այս փաստաթուղթը պետք է արտացոլի մեր կենսական շահերը, զուգահեռ շարունակում ենք հարվածներ հասցնել ինչպես Իրանին, այնպես էլ Լիբանանին։ Մենք ջախջախում ենք հրթիռային եւ միջուկային ծրագրերը եւ Հզբոլահին, եւ սա դեռ ամենը չէ։ Թեհրանը սակայն հերքում է Վաշինգտոնի հետ բանակցությունները եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ Վաշինգտոնի հետ համատեղ վերահսկողության գաղափարը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի էջում գրել է, որ Դոնալդ Թրամփը կեղծ լուրեր է տարածում փորձելով խաղալ նավթի գների հետ։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ խոսնակը։ Վերջին օրերին բարեկամ երկրների միջոցով ԱՄՆ-ից բանակցություններ վարելու պահանջներ ենք ստացել, սակայն չենք ընդունել դրանք։ Մեր պատասխանում զգուշացրել ենք Իսլամական Հանրապետության կենսական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման ծանր հետևանքների եւ պատասխան քայլերի մասին։ Այս ֆոնին Եմեն կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ դիվանագիտական հուն։ Իրանը պետք է անհապաղ դադարեցնի սպառնալիքները, անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարձակումներն, ինչպես նաեւ Հորմուզի նեղուցը փակելու փորձերը։ Կարծում ենք ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Համաշխարհային էներգամատակարարման ոլորտում կրիտիկական իրավիճակ է։ Ամբողջ աշխարհը զգում է դրա ազդեցությունը գազի ու նավթի գների, մեր բիզնեսի եւ հասարակությունների վրա։ Դիվանագիտական անորոշության պայմաններում շարունակվում են ռազմական գործողությունները, կրկին թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը եւ այլ բնակավայրեր։ Հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ բացի ռազմական օբյեկտներից նաեւ գազատար է թիրախավորվել։ Իսլամական Հանրապետության ուժերն էլ հարվածել են Իսրայելին։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալով փետրվարի 28-ից ի վեր հրեական պետությունում իրանական հարվածներից մոտ 5000 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զոհերի թիվը հասնում է 19-ի։ Պայթյուններ են որոտացել նաև Էրբիլում եւ Սաուդյան Արաբիայում։ Շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում։ Դեկտեմբերի 2-ից ի վեր զոհերի թիվը հատում է 1070-ը, վիրավորներին է 2900-ը։ Փարիզում Լիբանանին նվիրված միջոցառմանը Էմանուել Մակրոնը հայտարարել է, ոչինչ չի կարող արդարացնել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտող գործողությունները։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Լիբանանի եւ այլ տարածքների օկուպացիայի անթույլատրելիությունը։ Դա չի կարող ապահովել որևէ մեկի անվտանգությունը, համոզմունք է հայտնել Մակրոնը։ Լիբանանի շուրջ լարվածության ֆոնին Բեյրութը անցանկալի անձ է հայտարարել Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին։ ԱԳՆ-ից հայտնել են, որ նա պետք է լքի Բեյրութը մարտի 29-ից ոչ ուշ։ Նաև Լիբանանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին։ Որպես նման զարգացումների պատճառ է նշվում Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումը։ Իսրայելի արտգործնախարարությունը ողջունել է Բեյրութի որոշումը, կոչ անելով քայլեր ձեռնարկել նաև Հզբոլլահ շարժման դեմ։ Դիանա Գասպարյան, լուրեր։